Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության ուղիղեթերում Եղիցի լույս հոգևոր հաղորդաշարի հերթական եւ այս տարվա վերջին թողարկումն է։ Բարեկամներ, միասին կլինենք 40 րոպեների ընթացքում, ինչպես միշտ այսօր էլ կգործի ուղիղ հեռախոսակապ, որի միջոցով կարող եք հղել ձեր հարցերը։ Մեր հեռախոսահամարներն են 23413 եւ 30543։ Այսօր էլ գործում է մեր էլեկտրոնային փոստը, կարող եք ուղարկել ձեր նամակները y.lewis@am հասցեով եւ ինչպես միշտ այսօր հաղորդումը եթեր կհեռարձակվի Շիրակի թեմի առաջնորդանի հովանավորչությամբ եւ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աճապայանի մասնակցությամբ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապան։ Հաղորդումը սկսենք թեմական կյանքի անցուդարձով ինչպես միշտ ինչ նորություններ են եղել այս երկու շաբաթների ընթացքում։ Մասնավոր այդպես նորություն չի եղել։ Ցնցող նորմալ սովորական ընթացիկ կյանքն է, պատրաստվում ենք Սուրբ Ծննդյան արարողություններին։ Միակ հիմնական բանը, որ եղավ, այսինքն Սուրբ Հակոբ մծբնահայրապետի տոնն էր, որ նաև գիտեք Անի թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն է եւ այդ օրը ուրեմն Սուրբ Հակոբ եկեղեցուն պատարագ մատուցվեց եւ տոնը նշվեց այդպես ուրիշ այդպես մասնավոր որևէ բան այս անցած երկու շաբաթների ընթացքում չի եղել։ Եղանակները արդեն ցրտեցին այս շինարարական աշխատանքները, որ կային։ Շինարարական աշխատանքները անշուշտ կդանդաղեն, այն աշխատանքները, որոնք հնարավոր չի լինի իրականացնել, բնականաբար չեն իրականացվի մինչև գարուն, բայց տեմպը, այսինքն կնվազի, բայց կընթանա, որքան որ հնարավոր լինի։ Սրբազան հայր եւ սիրելի հեռուստատողներ, այսօր առաջարկում ամփոփենք մեր այս տարի 2005 թվականի կատարվածը, ինչ է տեղի ունեցել մեր Շիրակի թեմում, ինչ նշանալից իրադարձություններ են տեղի ունեցել, որքանով էր կարևոր 2005 թվականը Շիրակի թեմի համար։ Մի քանի օր առաջ ընդամենը Շանթ հեռուստա ընկերության եթերից այս նույն հարցը տրվեց եւ այս մասին խոսվեց։ Երևի ոմանց համար կրկնություն կլինի, թող չձանձրանան, որոնց համար կրկնություն կլինի։ Ես ասացի եւ հիմա էլ կրկնում եմ, որ 2005 թվականը եղավ իրոք ձեռքբերումների տարի, հաջողությունների տարի եւ բեկումնային տարի։ Այսինքն այն բոլոր ծրագրերը, նախատեսումները, որոնք ի սկզբանե ծրագրել էինք 2000 թվականից ի վեր եւ 4 այդ հիմնական ուրեմն ծրագրերը, որ ունեինք ինչը 7 վերք եկեղեցու վերանորոգություններ, նախկին Բաղնիկի շենքի որպես սոցիալական կենտրոն վերակառուցումներ, հայորդյաց տան կառուցումներ եւ Հարիջավանքի վերանորոգություններ, այս բոլոր 4 մեծածախս եւ մեծածավալ ծրագրերը մենք ի սկզբանե 2000 թվականից ի վեր Վեհապար Հայրապետի հետ եւ Վեհապար Հայրապետի օգնությամբ անշուշտ մեր մտահոգության առարգան է եղել, աշխատել ենք այդ ուղղությամբ եւ բարեբախտաբար բոլոր այս 4 ծրագիրներն էլ հենց այս 2005 թվականին ուրեմն Աստծո օրհնությամբ իրականությամբ զգեստավորվեցին եւ մտան ուրեմն գործնական վճռական փուլ կատարման փուլ եւ ուրեմն ինչպես նաեւ արդեն ասեցի հենց այս պահին Շիրակի թեմում ընթանում են ավելի քան 1 միլիոն 100,000 դոլարի շինարարական աշխատանքներ։ Մյուս տարի 2006-ին, երբ որ նախագծային աշխատանքները կավարտվեն, կսկսվի նաև հայորդյաց տան շինարարությունը, որը հավելյալ 1 միլիոն դոլարի ուրեմն ծավալի շինարարություն կընթանա եւ ուրեմն 2 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ կտարվեն Շիրակի թեմում, որը իրոք աննախադեպ երևույթ է, առ այսօր նման բան չի եղել։ Սուրբ Հակոբ եկեղեցու շինարարությունից հետո անցած տարիների ընթացքում այսպես մեծածավալ շինարարական աշխատանքներ Շիրակի թեմում չեն իրականացվել։ Չեն իրականացվել ոչ թե նրա համար, որ ցանկություն չի եղել, այլ որովհետև միջոցներ չեն եղել եւ այդ ուղղությամբ աշխատանքները միշտ եղել են, միշտ տարվել են եւ Աստծո օրհնությամբ երևի 2005 թվականը հատուկ Աստված օրհնության արժանացրեց մեզ, որ կարողացանք այս բոլոր ծրագրերը իրականացնել։ Բացի դրանից փոքր ծավալի աշխատանքներ նույնպես եղան, այսինքն փոքր իրենց ֆինանսական չափով, բայց մեծ իրենց կարևորությամբ, ինչպես երկու եկեղեցիներ վերաբացեցինք, վերաօծեցինք վերակառուցումից հետո Լեռնակերտի Սուրբ Հովհաննես Մկրտիչը Գարնանը եւ Աշոտսկի Սրբ Ղևոնդյանց եկեղեցին Աշնանը
Երկու եկեղեցիներ ուրեմն վերակառուցվեցին, վերաբացվեցին շինարարական աշխատանքներ ընթացան նաև ուրիշ եկեղեցիներում գյուղական ոսկե հասկում, ինչպես գիտեք, արդեն եկեղեցու շինարարությունը սկսված է Ամասիայում աղոթատուն ժամանակավոր աղոթատան կառուցման եւ երիտասարդական մանկական կենտրոնի շինարարական աշխատանքներն են սկսված, որոնք անշուշտ այս ձմեռվա պատճառով կընդհատվեն, հետո գարնանը կշարունակվեն, ուրեմն թափ է հավաքում շինարարական աշխատանքները մեր թեմում թափ են հավաքում եւ դա Աստված, որ հետագայում ավելի մեծածավալ աշխատանքներ անշուշտ իշքան էլ որ լինի միշտ կա աշխատանք եւ շատ ավելին կա անելու, քան ինչ որ արվում է եւ նաեւ 2005 թվականը բեկումնային եղավ կադրային իմաստով, ինչի մասին որ ասել ենք, ուրեմն մեր քահանաների հոգեվորականած թիվը հասավ 12-ի, ինչպեսին երբեք չի եղել, ես հիշեցի, որ սկսել ենք 4 քահանայով, այսօր եռապատկվել է, անշուշտ 12-ն էլ բավարար չէ, բայց 12-ը գոնե նվազագույն կարելին է, որ գոնե բոլոր շրջանները, բոլոր կարևորագույն կետերը այսօր Շիրակի թեմի օժտված են քահանահայրերով, եւ որոնք բավական այս վերջին նշանակված հոգեվորականները բավական աշխուժ գործունեություն են ծավալել, որ մեր դրվատանքին եւ խրախուսանքին արժանի է եւ ուրեմն այս պայմաններում, երբ որ եկեղեցաշինություն եւ քահանայական հոգեվոր ասպարեզի ուրեմն ավելացումը զուգահեռ ընթանում են, բնականաբար այդ ամեն ինչ պտուղները պիտի տա եւ բնականաբար ավելի լավ պիտի լինի, բայց անշուշտ ծրագրեր շատ կան, բնականաբար այս ծրագրի մենք դեռ կանդրադառնանք։ Այո, խնդրեմ։ Այս պահին ունենք հեռախոսազանգ, ընդունենք։ Ալո։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմ հարցս ուղղել Սրբազանին եւ ուզում եմ իմանալ ինքը որպես մենք գիտենք, որ մեր Շիրակի թեմի առաջնորդն է, որպես հոգեվոր առաջնորդ, ես ուզում եմ հարցս ուղղել հետեւյալ։ Ես կառավարությանը դեմ չեմ եւ իրոք ես էլ լինելով հավատացյալ եւ ուզում եմ այս հարցը ուղղել մեր Սրբազանին։ Ինչպես է գտնում, եթե կառավարությունը դեմ է կենում տերունական օրվան, որ մենք գիտենք Աստվածաշնչյան տողերի մեջ, որ տերունական օրը դա Կիրակի օրն է, Աստծո օրն է, ինչպես է ուզում եմ գիտենալ, թե ինչպես կբացատրե մեզի Սրբազանը, եթե մեզի կառավարությունը դեմ կենա ամսուտին աշխատանքային օրը սելով եւ մենք էլ թողնելով, մինչև իսկ կարող է անձիկ լինեն, որ կան պատարագներին մասնակցեն եւ դա մեզի արգելք հանդիսանա։ Ինչպիսի իմ հարցս կարող է պատասխանել մեր Սրբազանը։ Ինչ է որոշումը։ Շնորհակալություն։ Ինչպես եք վերաբերում պաստորանացի։ Կառավարության որոշում կա 8 հռչակել աշխատանքային օր։ Հերոստատիտողից իմացա, այո, այս մասին չէի լսել երբեք։ Ես նման բանից տեղյակ չեմ, որ 8 ամսի 8 աշխատանքային օր է հայտարարված։ Բնականաբար, եթե այդպես է, բնականաբար ինձ համար դա բնավ ընդունելի չէ եւ բնավ խրախուսելի չէ։ Կառավարության այդ որոշումը բնականաբար ծափահարել չենք կարող եւ ողջունել չենք կարող, որովհետեւ այդ բոլոր օրերը 5, 6, 7, 8 այդ բոլոր օրերն էլ տոնական օրեր են։ 5-ը ճրագարույցի օրն է, 6-ը Սուրբ Ծնունդ, 7-ը հիշադակ մեռելոց եւ 8-ը բնականաբար Կիրակի, ինչպես ամեն Կիրակի։ Եվ որևէ մի Կիրակի օր այդ նախկին կոմունիստական հոգեբանությամբ կոմունիստներն էին այդպիսի բաներ անում, բնականաբար հիշում եք Կիրակին տեղափոխում էին, երբ որ նոյեմբերի 7-8-ը գալիս էր, ասենք Կիրակին մոտիկ օր, հանկարծ Կիրակի օրը դառնում էր աշխատանքային օր, ինչպես որ հունվարի 6-ն էր աշխատանքային օր, ինչպես որ մյուս կրոնական տոներն էին աշխատանքային օրեր։ Բնականաբար խրախուսելի չէ, ողջունելի չէ, բայց ես տեղյակ չեմ այդ նման կառավարության որոշումից, եթե կա, եւ եթե կա էլ, բնականաբար կառավարության որոշումը Շիրակի մարզի մասշտաբով չէ, որ տեղի է ունենում, որ ես կարողանամ դիմագրավել կամ դա կանխել կամ չեղյալ հայտարարել։ Եթե նման կառավարության որոշում կա, բնականաբար Մայրաթուր Սուրբ Էջմիածինը պետք է այդ մասին դիրքորոշում բռնի եւ այդ մասին հայտարարություն անի։ Իմ վերաբերմունքը կտրականապես եւ բացարձակ կերպով բացասական է եւ մերժելի է։ Կիրակի օրը չի կարելի որևէ ձևով աշխատանքային օր համարել։ Արդեն իսկ ես միշտ խոսել եմ եւ միշտ
ասել են, որ միշտ բացասական եմ գնահատում մեր քաղաքում եւ ոչ միայն մեր քաղաքում, ընդհանրապես մեր հանրապետությունում տիրող այն իրավիճակը, երբ որ կիրակի օրերը ամեն ինչ բաց է, շուկաները բաց են, խանութները բաց են, առևտուրը եւ ամեն տեսակի ուրեմն առօրյա սովորական կենցաղավարությունը շարունակվում է, դա միանշանակ մերժելի է։ Եվ ընդհանրապես բոլոր կրոնական օրերին, մեծ ուրեմն տոնական օրերին շուկաներ բացել, շուկայում առևտուր, ամեն նման բաներ անելը մերժելի երևույթ է, ելուր մնաց կառավարական մագարտակով աշխատանքային օր հայտարարել եւ աշխատանքային օր ունենալը։ Դա միանշանակ ուրեմն իմ սեփական կարծիքը, իմ անհատական կարծիքը այս է, ում կողմից եւ ուզում է լինի կառավարություն է, ինչ է կիրակին ավելի կարեւոր է, քան ցանկացած կառավարության որոշում։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք ուղիղետերում ենք, կարող եք հղել ձեր հարցերը 23413 եւ 30543 հեռախոսահամարներով։ Այս պահին ինձ զգուշացնում եմ, որ մենք ունենք հեռախոսազանգ, ընդունենք հերթական զանգը։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսպեսի հարց ունեմ Կարեկին առաջին կաթոլիկոսի օրոք, այսինքն միտում նկատվեց, որ կաթոլիկությունից հայ առաքելական եկեղեցու առանձնացումը, որը Քաղկեդոնյան գերաժողովի հետ կապված էր, լեզուն չհասկանալու հետևանք էր։ Եվ միտում կար ներդեցման այդ սխալմունքը վերացնելու։ Այսօր կաթոլիկությունը տոնում է Սուրբ Ծննդյան միջոցառումը արդեն, հայ առաքելական եկեղեցին, հունվարի 6-ից։ Ինչպիսի շարունակություն կա, արդյոք այդ ներդեցման միտումը կա, թե դա այդպես էլ շարունակվի, հա։ Ավարտվեց։ Եվ մյուս հարցը Հայաստանյա առաքելական եկեղեցին եւ Կիլիկիո կաթոլիկոսությունը որ կա, Կիլիկիոտան։ Մեկ միասնական եկեղեցի է ներկայանում, թե առանցին կաթոլիկոսությունների արկայությունը տարբեր եկեղեցիների արկայությունը։ Եվ տոների հետ կապված խնդրեմ։ Ինչու ամանորը հայ եկեղեցին չի նշում որպես սուրբ տոն։ Շնորհակալություն։ Ուրեմն Գարեգին առաջինի ժամանակ Երիճանգարի Շադագահ Հայրապետի օրոք մերձեցման, ջերմացման այն մթնոլորտը, որը ստեղծվեց կաթոլիկ եկեղեցու հետ, ոչ թե պատճառեր, ասենք, լեզուների կամ թարգմանության սխալ լինելուն, այլ ընդհանրապես մոդեցումներ կային դարերով, ուրեմն մոտավորապես չհասկացողության, անհասկացողության իրար նկատմամբ եւ որը կամաց ուրեմն սառույցը հալվեց դերևս Վազգեն վեհափարի օրոք, որը շարունակվեց Գարեգին առաջին օրոք եւ այսօր Գարեգին երկրորդ վեհափարի օրոք արդեն հարաբերությունները ավելի քան ջերմ են եւ ավելի քան բարեկամական են, որը չի նշանակում թե մեկը կամ մյուսը սխալ էր եւ հանկարծ իր սխալը սրբագրեց, ոչ, ուղղակի դարերի ընթացքում եղել էին պայմաններ, որոնք հեռացրել էին այս երկու եկեղեցիները միմյանցից, այսօր այդ պայմանները չկան, այսօր այդ իրավիճակը չի տիրում եւ բնականաբար անհրաժեշտ էր, որբեսի մեր եկեղեցիները, որբես քույր եկեղեցիներ մերձենան եւ համաշխարհային այն մարդահրավերները, որոնք կան մեր առջև, միասին եւ միասնաբար դիմագրավեն։ Բայց սա անշուշտ չի նշանակում, որ հայ եկեղեցին նշանախեց անգամ աստվածաշնչական ավետարանական բառով նշանախեց անգամ պիտի զիջի այն ավանդությունից, ինչը որ իրենն է եւ իր սրբազան ավանդությունն է եւ որը նաեւ հունվարի 6-ն է։ Եվ մենք միշտ ասել ենք այդ մասին, որ հայ եկեղեցին միակ եկեղեցին է քրիստոնյա աշխարհում, որ պահպանել է ամենահնագույն, ամենահնավանդ ավանդությունը քրիստոնյա աշխարհի Սուրբ Ծնունդը տոնելու հունվարի 6-ին, որովհետեւ մինչեւ 4-րդ դար ողջ քրիստոնյա աշխարհը Քրիստոսի ծնունդը, մեր Տիրոջ Փրկչի ծնունդը նշել է հունվարի 6-ին։ Հետո է որ արևմուտքը փոխել է եւ անցել է դեկտեմբերի 25 եւ մնացած բոլոր եկեղեցիները հետևել են արևմտյան այդ սովորությանը, բայց հայ եկեղեցին իբրև արդեն իսկ այդ ժամանակվանից ավանդապահ եկեղեցի պահպանել է հունվարի 6-ը Սուրբ Ծնունդը եւ Աստվածահայտնությունը միասնական նշելու ավանդությունը եւ դա մեծագույն հարստություն է այսօր, որովհետեւ այսօր բոլոր եկեղեցիները, այդ թվում նաեւ կաթոլիկ եկեղեցին մեծ հարգանքով են վերաբերվում այս ավանդական կարգին եւ սարքին հայ եկեղեցում պահպանված,
եւ հարգանքով վերաբերվելուց բացի միշտ բոլոր համալսարաններում, կաթոլիկ համալսարաններում միշտ շեշտվում է այդ բառական, որ հայ եկեղեցին դա միակ եկեղեցին է, որ պահպանել է ամենահնագույն ավանդությունը Սուրբ Քրիստոսի Սուրբ Ծնունդը նշելու հունվարի 6-ին, այնպես որ այս իմաստով որևէ զիջում կամ որևէ փոխզիջում հնարավոր չէ, ընդհակառակը մենք պիտի շարունակենք պահպանել հունվարի 6-ը եւ ոչ միայն այստեղ, այլ նաեւ ամբողջ աշխարհում, որպես վկայություն քրիստոնեական հնագույն ավանդության եւ հետեւաբար շատ դրական է որովհետեւ մենք շարունակենք հունվարի 5-6 Սուրբ Ծնունդը նշել անշուշտ հարգանք ունենալով դեկտեմբերի 25-ի հանդեպ այն բոլոր կաթոլիկ եւ ոչ կաթոլիկ նաեւ մեր ժողովուրդների, մեր քույրերի, եղբայրների նկատմամբ, ովքեր դեկտեմբերի 25-ին են նշում, բայց մեր ավանդությունը պատմական վավերական ավանդություն է, քմահաճության կամ ինչ-որ կամակորության արդյունք չէ, եւ հետեւաբար մենք մեր ավանդության հավատարիմ ենք եւ որևէ ջերմացում, մերձեցում չի կարող փոխել մեր ավանդական կարգուսարկը, մեր ավանդական տոնացույցը։ Առիթից օգտվելով անշուշտ բնականաբար, քանի որ ակնարկություն եղավ դեկտեմբերի 25-ին, մենք նույնպես շնորհավորում ենք մեր կաթոլիկ քույրերի եւ եղբայրների Սուրբ Ծնունդը, այն կաթոլիկ քույրերի եւ եղբայրների, ովքեր այս օրը դեկտեմբերի 24-25-ին Սուրբ Ծնունդ նշեցին, բնականաբար մենք չունենք բուն կաթոլիկ ժողովուրդներ այստեղ, իտալացիներ, ֆրանսիացիներ այստեղ չկան, որոնց համար ավելի բնական կլիներ դեկտեմբերի 25-ը, շատ ավելի բնական կլիներ, որ նաև մեր հայ կաթողիկ եղբայրները հունվարի 6-ին նշեն Սուրբ Ծնունդը, որովհետև ընդհանրապես իրենք հետևում են հայ տոնացույցին, հայ եկեղեցվո տոնացույցին են հետևում եւ միայն այս դեկտեմբերի 25-ի տարբերությունը կա, մնացած բոլոր տոները նշում են հայ եկեղեցվո տոնացույցի համաձայն։ Ամեն դեպքում շնորհավորում ենք բոլոր այն մեր կաթողիկ քույրերին եւ եղբայրներին, ովքեր այսօր Քրիստոսի ծննդյան ավետիսը իրենց տներից ներս ընդունեցին։ Երկրորդ հարցը Կիլիկիո կաթողիկոսություն, ամենայն հայոց կաթողիկոսություն։ Հայ եկեղեցին մեկ է։ Եվ հայ առաքելական եկեղեցին պատմական պայմանների բերումով իր մեջ ամփոփել է երկու կաթողիկոսություններ, ամենայն հայոց կաթողիկոսություն եւ Կիլիկիո կաթողիկոսություն։ Բնականաբար Կիլիկիո կաթողիկոսություն հագաթոր կաթողիկոսություն չէ ամենայն հայոց կաթողիկոսության նկատմամբ, այլ հայ առաքելական եկեղեցվո կառույցի մեջ ինքը իր տեղը եւ իր դերն ունի, որպես մասնավոր կաթողիկոսություն իր մասնավոր թեմերի համար, ամենայն հայոց կաթողիկոսի, ուրեմն գերագույն իշխանության, հոգևոր իշխանության բնականաբար ոչ թե վարչական իշխանության, հոգևոր իշխանության ներքո։ Այնպես որ հայ առաքելական եկեղեցին երկու տարբեր եկեղեցիներ չէ, դա մեկ եկեղեցի է եւ Կիլիկիո կաթողիկոսությունը այդ եկեղեցվո մեջ իր մասը, իր տեղը ունի, ինչպես ունեն նաեւ Երուսաղեմի եւ Պոլսո պատրիարքական աթոռները, ինչպես ունեն ամեն մի թեմ, ինչպես թեմերի մեջ ունեն ամեն մի ավելի փոքր վարչական ծխական միավորներ, դրանք բոլորը հայ առաքելական եկեղեցվո վարչական կառույցի մաս են կազմում։ Ճիշտ է, որ անցած տասնամյակներին այդ սառը պատերազմի հետևանքով որոշ ուժեր Կիլիկիո կաթողիկոսություն այսպես հագնդեմ կեցվածքի տարան ընդդեմ ամենայն հայոց կաթողիկոսության, բայց դա չի նշանակում, որ այսինքն դրանով հայ եկեղեցին բաժանվեց երկու մասի։ Սիմեոն Երևանցին արդեն իսկ 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն է հաստատել հունվարի 1-ը որպես ամանոր։ Այսինքն մինչ այդ գիտեք օգոստոս ամսին ուրեմն ամանորյա հանդիսությունները լինում էին հայոց մեջ եւ Սիմեոն Երևանցին 18-րդ դարում Եվրոպայի արևմուտքի հետ այդ շփման ժամանակաշրջանում, երբ որ բնականաբար արդեն շփումներ էին սկսել, հայ եկեղեցին Սիմեոն կաթողիկոսի ուրեմն հրահանգով հունվարի 1-ը հաստատեց որպես նոր տարի ամանոր, այսինքն հունվարի 1-ը հայոց մեջ մտել է որպես ամանոր կաթողիկոսի որոշումով, ոչ թե այս կամ այն կառավարության որոշումով։ Եվ դա հաստատվել է որպես նոր տարի, կաղանդ եւ տոնական օր, բայց քանի որ ամանորը ընկնում է բնականաբար մեր Սուրբ Ծննդյան պահեցողության մեջ, Պահքի շաբաթի մեջ, որովհետև 30-ից սկսվում է Սուրբ Ծննդյան պահպասը, մինչև հունվարի 5-ի երեկոյան ճրագալույց եւ մինչև հունվարի 6, բնականաբար պահեցողության շաբաթ մեջ ընկնելով հունվարի 1-ը չի նախատեսում ճոխ խրախճանքներ, այնպես ինչպես հիմա են արվում,
կոմունիստական ազդեցությամբ։ Ես միշտ ասել եմ, որ այն բոլոր իրադարձությունները, իրողությունները, որոնք կան այսօր հունվարի 1-ի հետ կապված, հունվարի 1-ինը չեն։ Դրանք բոլորը հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան հետ կապված են։ Տոնածառը Սուրբ Ծննդյան տոնածառն է, ձմեռպապը Սուրբ Ծննդյան ձմեռպապն է, ճոխսեղանները Սուրբ Ծննդյան ճոխսեղաններն են, միմյանց նվերներ բաժանելը եւ միմյանց շնորհավորելը դա Սուրբ Ծննդյանն է վերաբերում, բայց բնականաբար կոմունիստական շրջանում, որովհետեւ ժողովուրդը մոռանա Սուրբ Ծնունդը, Սուրբ Ծննդյան բոլոր Սուրբ Ծննդի հետ կապված բոլոր այսպես ատրիբուտները բերեցին դեպի Նոր տարի, որովհետեւ ժողովուրդը մոռանա թե ինչ բան է Սուրբ Ծնունդը։ Եվ այսօր նույնիսկ այն աստիճան է հասել մոռացությունը, որ ոմանք հագարակ ձևով են մեկնաբանում այս ամենը։ Վերջերս թեշտում մի հատ խելացի լրագրող, ճագերտավոր խելացի լրագրող մի հոդված էր տվել, ասելով թե եկեղեցին փորձել է ուրեմն սանձահարել կամ սահմանափակել հունվարի 1-ի խրախճակները, դրա համար պահեցողություն է սահմանել։ Այսինքն իրենք կարծում են թե հունվարի 1-ի խրախճակները ի սկզբանե եղել են, հետո եկեղեցին ուզեցել է ուրեմն սահմանափակել այդ խրախճակները եւ պահեցողություն է հաստատել։ Այնինչ այդպես չէ։ Պահեցողությունը եղել է ի սկզբանե եւ մեր հայ ժողովուրդը կաղանդի սեղանին միշտ ունեցել է միայն պահեց կերակուրներ, պասուց կերակուրներ եւ այդպիսի խրախճակներ, խոզի բուդով բանով եւ այլն նման բաներ երբեք հայ ժողովուրդը չի ունեցել։ Հենց թեկուզ հիշեք, եթե մեծահասակները շատ լավ կհիշեն, նորեգողները երբ 46-47 թվականին եկան կամ 64-65 թվականին, 65-66 թվականին մյուս եկավ, մյուս քարավանները եկան, այդ սփյուռքահայերը, նորեգողները նման սովորություն չունեին ամանորյա սեղաններին մսեղեն, ընդհակառակը միայն պահոց կերակուրներ ընդեղեն եւ այդպես էին տոնում եւ առ այսօր այդպես են տոնում։ Անշուշտ հիմա արդեն այդ նորեգողների զավակներն էլ դարձան տեղացիներ եւ իրենք էլ խոզի բուդը անպայման դնում են սեղանի վրա, բայց դա հայ ժողովրդի կամ ավանդության մաս չի կազմում։ Մեր շրջանը պահեցողության շրջան է, իսկ այդ բոլոր ճոխ սեղանները պետք է հարդարել Սուրբ Ծննդյան օրը։ Ճրագալույցի պատարագին, ուրեմն ճրագալույցի պատարագով խտման պատարագից հետո ուրեմն ծգով, ձվով եւ ուրեմն փլավով լուծում ես պահքը եւ հաջորդ օրը ուրեմն ճոխ սեղաններ ես գցում։ Դրա համար է եւ միշտ ասել եմ, դրա համար ժողովրդի հիշողության մեջ կա պասուց տոլման, դրա համար միշտ պետք է լինի նոր տարվա սեղանին, որովհետեւ նոր տարին բնականաբար պահեցողության շրջան է։ Եվ մենք միշտ պիտի քաջալերենք մեր ժողովրդին, որովհետեւ նոր տարին անցկացնի չափավորության մեջ, որովհետեւ իրոք այն ինչ որ կատարվում է, այդ ավելորդ մսխումները եւ մեծ մասը թափվում է հիմնականում։ Այդ ավելորդ մսխումները միմյանց հետ մրցակցելու, միմյանց զարմացնելու այդ մոլուցքը որ կա, այսինչ հանկարծ իմ սեղանին այնինչը պակաս չլինի նրա սեղանից, այս մրցավազքը որ գոյություն ունի կոմերցիոն, պետք է ժամանակը գա ձերբազատվի եւ նոր ամանորը պետք է տոնել, անշուշտ շատ ավելի այնպես համեստ պայմանների մեջ, քան Սուրբ Ծնունդը եւ թողնել մնացած տոնակատարությունները, ճոխ խրախճանքները, տոնածառի հետ ուրեմն կապված խրախճանքները, սեղանների հետ կապված խրախճանքները թողնել Սուրբ Ծննդյան։ Շնորհակալություն Սրբազան հայր, մենք ունենք հեշտական մեր հեռախոսազանգը, ընդունենք, ալո։ Անջատվեց մեր հեռախոսազանգը։ Ահա, չէ, կա։ Լսում ենք ձեզ։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Այո, բարև ձեզ։ Շատ հետաքրքիր է մեզ համար իմանալու Հայաստանում ծնված ապրած մարդը ստիպված պետք է դառնա հայ առաքելական եկեղեցու հետևորդ կամ պարտադիր է դառնալու։ Հայ առաքելական եկեղեցու մասին մենք իմացել ենք միայն այն, որ գոյություն ունի եկեղեցի եւ գոյություն ունեն հոգեվորականներ։ Գնում ես եկեղեցի, լսում ես պատարագներ, մոմ ես խառում եւ դրանով հայ առաքելական լինելը վերջանում է։ Ես իմ կյանքում դա եմ տեսել։ Ոչ մի հայ առաքելական հոգևոր կրթությամբ շահագրգիռ չի եղել։ Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ քաղաքացում պետք է անպայման որևէ մի հոգևորական կրթի, եւ Աստվածաշնչի հարցում ոչ ոք չպիտի ասի, թե իմ խելքը քոնից ավելին է կամ պակաս։ Սա մի բան է, որ հավասար հաշվված է եւ մարդը պիտի կարդա Աստվածաշունչ եւ ամեն մարդ պարտավոր է այդ գիրքը ունենալու, կարդալ եւ ապրել այդ սկզբունքներով այնքան, ինչքան ինքն է հասկանում։ Հիմա Խնդրում եմ ներողություն, ես պետք է խնդրեմ ձեզ մի քիչ հագիր,
Որովհետև մենք ունենք եւս մի քանի հեռախոսազանգ։ Խնդրում եմ հակիրճ ձեր հարցը ներկայացրեք, լավ, որպեսզի մյուսներին էլ կարողանան։ Ինձ ասում են, որ մի քանի հեռախոսազանգ կա։ Խնդրեմ։ Եվ ուրիշ բան, որ Մարտին կընտրի եւ Աստվածաշունչ կարտացի, ես այս կանը հասկացա եւ համոզվեցի, ապրում եմ Աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Եվ խնդրում եմ երկրորդ հարցին էլ մի հետևել, լսեք, ազգային ավանդություն, սովորությունը, կաջան, սա լրիվ այլ բան է, Աստծո կամքը կատարելն էլ այլ, այս կամը, շնորհակալություն։ Շնորհակալություն հեռախոսազանգի համար։ Ճիշտն ասած, չկարողացա հասկանալ հուզումի իմաստը տիկնոջ, ինչից է հուզվել։ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի եկեղեցին է, եւ հայ ժողովուրդը իր քրիստոնեական ինքնությունը արտահայտում է հայ առաքելական եկեղեցվո մեջ եւ ուրիշ որևէ տեղ չի կարող արտահայտել։ Այդ բողոքական մտածելակերպը բողոքականների կողմից նետված, որ ամեն մարդ կարող է կարդալ Աստվածաշունչը, ամեն մարդ կարող է հասկանալ եւ ամեն մարդ կարող է Աստծո օրենքով ապրել, այդ բողոքական այդ քարոզության հետևանքն է այսօր այն ինչ որ կատարում է արևմուտքում։ Այսինքն մեկը Աստվածաշունչը կարդում է եւ Աստվածաշունչով հիմնավորում է, որ տղամարդը կարող է տղամարդու հետ ամուսնանալ։ Այսօր քրիստոնյա աշխարհում է տղամարդը տղամարդու հետ ամուսնանում։ Իսլամների մոտ այդպիսի բան չկա։ Իսկ դա որտեղից է եկել։ Այդ մեկնաբանությունից, որ այսինքն ամեն մարդ կարող է Աստվածաշունչը բացել, կարդալ եւ ըստ Աստծո օրենքների ապրել, եկեղեցի պետք չունի, հոգեվորականի պետք չունի, եկեղեցական կառույցի պետք չունի, հիերարխիայի պետք չունի, նվիրապետության պետք չունի, ինքը իրենով Աստծո հետ հաղորդակցվելու անհրաժեշտությանը հասել է եւ այլն եւ այլն։ Այդ բոլոր բողոքական այդ ամեոբայի նման կիսվող զարգացումներն են, որ այսօր քրիստոնյա աշխարհին հասցրել են այս օրին։ Երբ որ քրիստոնյա աշխարհը այսօր բացարձակապես այլևս չես զգում քրիստոնյա ինչ է նշանակում քրիստոնյա լինել։ Արդյոք քրիստոնյա լինել, այսօր իսլամը այդպես է բացատրում։ Այսօր երբ որ մահմեդական աշխարհից շփվում ես, ասում է դուք քրիստոնյաները տղամարդը տղամարդու հետ եք ամուսնացնում, կինը կնոջ հետ եք ամուսնացնում։ Ոչ մի չափ չկա, ոչ մի սահման չկա, ոչ մի անառագության դեմ որևէ դա հասկանում են իրենք որպես քրիստոնեություն։ Իսկ սա որտեղից է գալիս։ Գալիս է այս Աստվածաշնչի նկատմամբ քմահաճ վերաբերմունքից, որ ամեն մի սինքոր կարծում է թե ինքը կարող է կարդալ Աստվածաշունչը եւ մեկնաբանել եւ հոգեվորական ով է որ իրեն բացատրի կամ մեկնաբանի Աստվածաշունչը ինքը արդեն գիտի։ Շատ լավ։ Աստվածաշունչը եւ մի քանի օր առաջ ընդամենը Աստվածաշնչին նվիրված, ուրեմն կաթոլիկ եկեղեցվո 40-ամյակին այդ Աստվածաշնչի նկատմամբ Աստվածաշնչի մասին կաթոլիկ եկեղեցվո հանած կոնդակի 40-ամյակներ եւ մենք այդ մասին խոսեցինք, ասելով որ կաթոլիկ եկեղեցին 40 տարի առաջ հիմք կդրեց թե ինչպես պետք է մոտենալ Աստվածաշնչին եւ որը մենք կիսում ենք նաեւ որպես հայ եկեղեցի։ Դա այն է որ Աստվածաշունչ ամեն մարդու պետք է մատչելի լինի։ Ամեն մարդ պիտի կարողանա Աստվածաշունչին մոտենալ եւ Աստվածաշունչը ընթերցել, բայց Աստվածաշունչը մեկնել կարելի է միայն եկեղեցվո կառույցի մեջ եւ ոչ թե եկեղեցվո կառույցից դուրս։ Եվ առաքելական եկեղեցին միայն նրա համար չէ, որովհետեւ գնաս եկեղեցի, մոմդ վառես, դուրս գաս եւ մոռանաս թե ինչի համար մտա։ Որևէ մեկը առանձին չի կարող քրիստոնյա լինել։ Առանձին քրիստոնյան քրիստոնյա չէ։ Քրիստոնյան լինում է քրիստոնյա որպես հավաքականություն եւ որպես ամբողջություն հաղորդության սուրբ բաժակի շուրջ, որը մեզ փոխանցեց Քրիստոս։ Ասեց ամեն կիրակի կհավաքվեք իմ անունով հաղորդության սուրբ բաժակի շուրջ եւ դրանով կկազմեք իմ մարմինը եւ իմ արյունը։ Այնպես որ չի կարելի այսպիսի բողոքական քարոզիչների այս սին, մտածածին, ժամանակավրեպ եւ դեպի կործանում տանող քարոզությունները վերցնել եւ ասել քահանանով է, եպիսկոպոսնով է, կաթողիկոսնով է, ես ինքս կարող եմ 1700 տարի այդպես ապրեիք, ինչու չապրեցիք։ 1700 տարի այս հայ ժողովուրդ մնացիք, հայ քրիստոնյա մնացիք, մահմեդական չդարձաք, այսինչ չդարձաք, այնինչ չդարձաք, այս եկեղեցվո շնորհիվ։ Հիմա եկել հասել եք այս հանգրվանին եւ կարծում եք թե արդեն առանց եկեղեցվո կարող եք ապրել, ուրեմն եկեղեցին մեզ պետք չէ։ Սա ուղղակի ուրացող զավակի հոգեբանություն է եւ չի կարելի նման հոգեբանություն ունենալ։ Մենք այսօր ինչ որ ենք, իբրև հայ, իբրև քրիստոնյա, ինչ որ ենք հայ առաքելական եկեղեցվո շնորհիվ ենք։ Որևէ մի բան չկա մեր մեջ եւ լեզու եւ գրականություն եւ այբուբեն եւ երկեցողություն եւ ճարտարապետություն եւ չգիտեմ անուն ազգանուն, որի համար պարտական չլինենք հայ առաքելական եկեղեցուն։
Հիմա ուրեմն ժամանակն է ասել թե գիտես ինչ շնորհակալություն 1700 տարի ինձ պահեցիր, սնեցիր, կերակրեցիր, հասցրեցիր այս հանգրվանին, հիմա քեզ պետք չունեմ։ Ես միշտ շեշտել եմ, որ ես ինքս հոգևորական եմ դարձել այդ պարտքի զգացումից ելնելով, որովհետև ես տեսել եմ, որ ես պարտական եմ այս եկեղեցուն, որ ես ունեմ անուն, ազգանուն, հայրանուն, հայ, քրիստոնեական ինքնություն, քրիստոնեական մտածելակերպ, քրիստոնեական կենցաղավարություն, քրիստոնեական ավանդություն, հայ առաքելական եկեղեցվո շնորհիվ։ Հետևաբար իմ պարտքն է լինել հայ առաքելական եկեղեցվո մեջ, որովհետև Աստված այդպես է կամեցել, ստեղծելով ինձ հայ, տալով ինձ հայկական ինքնություն, նա է կամեցել, որպեսզի ես իմ քրիստոնեական ինքնությունը, քրիստոնեական գիտակցությունը իմ եկեղեցվո մեջ ունենամ, եւ ոչ թե իմ եկեղեցուց դուրս, ամեոբայի նման կիսվելով, որպեսզի վաղը ես նույնպես Եվրոպայի նման հասնեմ այդ բողոքականների նետած, որոնց էլ ուրիշները դրտեցին, բողոքականների նետած այդ ուրեմն ասպարեզը, որ վաղը մյուսօր մենք էլ ասենք, բաժանվենք 1000 կդորի, հա, եւ 1000 կդորով փորձենք իբրև թե քրիստոնյա լինել, մեկս մյուսի նկատմամբ թշնամացած։ Այսօր Եվրոպայում որևէ մեկի երբ որ համարձակվում է դեմ արտահայտվել, ասենք, միասեռականների ամուսնությանը, նկատվում է հետամնաց, ծայրահեղ, ֆունդամենտալիստ։ Մենք էլ ենք ուզում դրան հասնել, երբ որ ազատ խոսքը արդեն իրավունք չունենա հնչելու։ Ինչ վերաբերում է առաքելական եկեղեցին, երբ է ստիպել, որպեսզի իր ժողովրդի բոլոր զավակները լինեն իր անդամ։ Նման ստիպողական բան չկա, ես միշտ էլ ասել եմ, շեշտել եմ, մենք կամավոր կերպով հավատացյալների միություն ենք։ Մենք մեր հավատացյալներին չենք հիպնոզացնում, մենք մեր հավատացյալներին չենք կաշառում, մենք մեր հավատացյալներին չենք գնում, մենք մեր հավատացյալներին բռնի չենք բերում եկեղեցի։ Մենք ազատ կամավոր հավատացյալների միություն ենք, այն հավատացյալների միությունը, ովքեր իրենց համարում են ճշմարիտ հայ եւ ճշմարիտ քրիստոնյա։ Եվ առաքելական եկեղեցուց դուրս հայը չի կարող լինել հայ եւ հայը չի կարող լինել քրիստոնյա։ Սա միանշանակ է։ Այսօր տեսեք թե ինչ է կատարվում նույնիսկ այդ աղանդավորների մեջ, որ Հայաստանում գոյություն ունեն։ Ամեն օր բաժանվում են, ամեն օր կիսվում են։ Ամեն մի պորոտախոս, որ երկու նախադասություն սովորում է Աստվածաշնչից, արդեն մյուս իր պատվելին կամ վերապատվելին չի ընդունում, իբրև հեղինակություն, առանձնանում է, ստեղծում է առանձին համայնք։ Այնտեղ մի ուրիշ պորոտախոս հանգարց հայտնվում է, նա էլ անջատվում է, ուրիշ համայնք է ստեղծում։ Մինչև ուր, մինչև երբ։ Քրիստոս բաժանման համար չեկավ աշխարհ, Քրիստոս միացնելու համար եկավ աշխարհ։ Եվ Քրիստոս իր հնազանդությամբ ցույց տվեց, որ հնազանդությունն է պետք այն իշխանություններին, որի տակ ապրում ես, այդ թվում եւ հոգեվոր իշխանությանը։ Եվ հոգեվոր իշխանությունը որ կա, Աստծուց է։ Չկա իշխանություն, որ Աստծուց չէ, ասում է Սուրբ Գիրքը։ Եվ չկա իշխանություն, որ Աստծուց չէ, նշանակում է առաքելական եկեղեցին Աստծուց է։ Եվ ես պարտավոր եմ հնազանդվել այդ առաքելական եկեղեցուն, որպես նոյան տաբան եւ լինել այդ տաբանի մեջ փրկվելու համար։ Չեք ուզում լինել այդ նոյան տաբանի մեջ, ձեր գործն է, բայց մի ստիպեք նաև ուրիշներին տաբանից դուրս գալ, թույլ տվեք, որ ուրիշները տաբանում մնան։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ գործում է ուղիղ հեռախոսակապ։ Այս պայն ունենք մենք եւս մեկ հեռախոսազանգ եւ հավանաբար այսօրվա մեր հաղորդման վերջին զանգը։ Ալո։ Ալո, բարև։ Ողջունում եմ ձեզ, ձեր հյուրին։ Ես մի քիչ անձնական հարց ունեմ, այսինքն խնդրանք Սրբազանին։ Ունեմ 3 զավակ միայնակ մայր եմ։ 2 դուստրերս կնքված են, իսկ որդիս 4 տարեկան է։ Կխնդրեի, որ դուք կանգնեիք քավոր եւ կուզենայի, որ կրթությունը այնպեսի ստանար, որ ձեր գործը շարունակի։ Շնորհակալություն զանգի համար։ Դե թող մեծանա, հետո կերևա ինչ գործ կշարունակի, ասված կորտնի, ինչ որ պետք է, այն էլ կշարունակի։ Մենք քավորությանը, մենք հոգևորականներս քավոր չենք կանգնում, դա մենք մգրդում ենք երեխաներին, բայց քավոր կանգնել նման սովորաբար մենք քավոր չենք կարող լինել, այնպես որ քավորությունը մի քիչ դժվար գործ է, այնպես որ բերեք երեխային մգրդեք եւ թող շարունակի այն գործը, ինչ որ Աստված տնօրինել է իր համար։ Շնորհակալություն Սրբազան հայր, մենք եւս մեկ հեռախոսազանգ երևի կհասցնենք այս պահին ընդունել։ Ալո։ Ալո։ Այո։ Դուք եթերում եք, մենք ձեզ լսում ենք։ Շատ ներողություն, մի հատ
կարելի է պարոն Աջապարյանից իմանալ ինչու համար է ինքը անընդհատ բողոքականներին վիրավորում, բարիս բուն իմաստով, չէ որ ինքը նույնպես հավատացյալ է եւ չի կարելի հավատացյալ եղբայրներին վիրավորել։ Միտե ինքը չի կարդացել Աստվածաշունչը, որտեղ ասում է Աստվածաշնչի 10-րդ պատվիրանով հարկիր թշնամուդ։ Նույնիսկ թշնամուն պետք է հարկել եւ ինչ բան է հայոց սեղաններին պետք է սա լինի, նա լինի։ Դա ավանդույթ չէ։ Հայկական սեղաններին ցանկալի է ամեն կերակրած տեսակ։ Այս կանը կներեք։ Շնորհակալություն հրախոսազանգի համար։ Մեկնաբանություններն ավելորդ են։ Եթե որևէ մեկը ընդունում է, որ ինքը ավելի հեղինակություն ունի որևէ բան ասելու, քան հոգևոր առաջնորդը, դա իր իրավունքն է, դեմոկրատիա է, ամեն մարդ կարող է ասել ինչ որ կամենա։ Ես որևէ բողոքական անհատի նկատմամբ երբևիցե թշնամանք չունեմ։ Ես բողոքականության նկատմամբ ունեմ հակառակություն որպես երևույթ, բայց որևէ մի բողոքական անհատի նկատմամբ ես թշնամանք չունեմ։ Ցանկացած բողոքական անհատ, այդ թվում նաև իրենց լիդերները, մեր ժողովրդի մասն են, մեր մոլորված զավակներն են, մեր մոլորյալ ոչխարներն են։ Եվ մոլորյալ ոչխարի նկատմամբ ես չեմ կարող թշնամանք ունենալ։ Ես կարող եմ միայն ցավ ունենալ, վիշտ ունենալ, կսկիծ ունենալ իմ մոլորյալ ոչխարի հանդեպ, բայց թշնամանք երբեք։ Իմ թշնամանքը, եթե դա թշնամանք է, ուղղված է բողոքականություն այդ երևույթի հանդեպ, եւ դա պետք է հասկանալ եւ ըմբռնել, ինչը որ չկարողացավ երևի մեր սիրելի հերոստատիտողը ըմբռնել, որ ես խոսեցի եւ փաստերով ապացուցեցի, որ բողոքականության երևույթն է պատճառ այն ամենի, ինչ որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, ինչին որ իրենք էլ համաձայն չեն։ Ինչ վերաբերում է սեղաններին ինչ լինելու չլինելու, Աստծո սիրուն, ինչ ուզում եք կերեք, ինչ ուզում եք խմեք։ Մեր թելադրանքն է ասել այն, ինչ որ մեր եկեղեցու օրենքն է, մեր հայրերի հաստատած կարգուսարկն է, ազատությունն էլ ձերն է, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Եվ այստեղ մեկնաբանել այնպես որ թշնամանք, քավլիցի, ես արդեն առաջին ամիսը չէ որ այստեղ եմ, Փառք Աստծո, արդեն 7-րդ տարին է որ ես Շիրակի թեմի հոգևոր առաջնորդն եմ, եւ որևէ մեկը լինի բողոքական, լինի ուրիշ որևէ հարանվանության ներկայացուցիչ չի կարող ասել, որ ես անձնապես իրեն թշնամի եմ։ Բայց այո, միշտ ասել եմ եւ միշտ էլ կրկնում եմ, ես բողոքականության երևույթի հակառակորդն եմ։ Ինչպես որ եղել եմ եւ այսօր էլ եմ, ոչ թե այսօր եմ, այլ առաջ էլ եմ եղել, կոմունիզմ երևույթի հակառակորդն եմ եղել, բայց անձնապես որևէ մի կոմունիստի հակառակ չեմ։ Ազնապես որևէ կոմունիստի թշնամի չեմ, որովհետեւ այդ նույն կոմունիստը եղել է մեր ժողովրդի զավակը։ Այնպես էլ ցանկացած բողոքական մարդ, որ այսօր իրեն բողոքական է համարում, անշուշտ չգիտես ինչի դեմ է բողոքում, այսինքն առաքելական եկեղեցին ինչ է արել իրեն, որ ինքն էլ բողոքում է առաքելական եկեղեցու դեմ, անհայտ է։ Բայց մեր մոլորյալ զավակներն են եւ մենք պարզապես որպես մայր եկեղեցի, ինչը որ իրենք համարում են եւ հայտարարում են, բայց թիկունքից խփում են մշտապես մայր եկեղեցուն, որտեղ մայր եկեղեցի բնականաբար կսկիծ եւ ցավ են կապրում։ Բայց քավլիցի թե որևէ մեկի նկատմամբ մեկ կարող եք ճշնամի լինել, բայց թող ինքը գնա սուրբ գիրքը լավ կարդա, որ 10-րդ պատվիրանը այդպիսի բան չկա։ Սիրիր թշնամուտը դա արդեն նոր կդագարանյան պատվիրան է, 10-բանյա պատվիրանի մեջ այդպիսի պատվիրան չկա։ Շնորհակալություն Սուրբ Ազանհայր, մեր ցավոք եթերաժամը սպառվեց եւ հաղորդման ավարտին, ինչպես նաեւ այս տարվա վերջին հաղորդման ավարտին ձեր օրհնությունն ենք խնդրում։ Բնականաբար պետք է գար հասներ այդ հանգրվանին, ցավոք անկախ ինձանից մեր եթերաժամը այսօր այսպես բուրըն ընթացավ, որովհետև ցանկացած մեկը որ առաքելական եկեղեցու ուրեմն հասցեին կարող է սազրախոսել, չեմ կարող հանգիստ ընդունել։ Դա ինձ իմ մոր հանդեպ ուղված հայհոյանք է, գրեթե։ Եվ դրա համար ավելին նույնիսկ կարող եմ ասել, այնպես որ չեմ կարող դա հանդուրժել, դրա համար ներողամտություն եմ հայցում հեռուստադիտողներին, որոնք ակամա իմ այս ընդվզումի ականատեսը դարձան, բայց բնականաբար այսօրվա հաղորդումը առավել անհրաժեշտ էր, որ խաղաղության եւ հանդուրժողության եւ համերաշխության ոգով ընթանար եւ նաեւ ուրեմն շնորհավորեինք մեր սիրելի ժողովրդի, մեր համբուրելի ժողովրդի,
գալիք ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Աստծո օրհնությունը նույնպես առատ լինի գալիք 2006 թվականի օրոք Քրիստոս մանուկն էլ օրհնի մեզ բոլորիս, տա ուժ կարողություն երրանդ իրոք Աստծո թագավորությունը կերտելու այս երկրի վրա, մեր այս քաղաքում, մեր այս երկրամասում եւ ուզում եմ հավաստիացնել, որ իրապես մեր ժողովուրդը մեզ համար սիրելի է, այն ինչ էլ որ ասում ենք եւ եթե ասում ենք որպես հանդիմանություն եւ ասում ենք որպես խրատ, դա դարձյալ սիրո արդյունք է եւ դա պետք է ընդունել սիրով եւ որևէ մեկը չկասկածի մեր ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո անսակարկության մեջ եւ իրապես դա Աստված, որ 2006 թիվը Աստծո օրհնությամբ տա առիթներ, բազմաթիվ առիթներ մեր սերը եւ հարգանքը մեր սիրելի ժողովրդի նկատմամբ ցուցաբերելու եւ Աստծո օրհնությունը իրեն փոխանցելու։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, սիրելի հեռուստադիտողներ, Եղեցի Լույս ստեղծագործական խմբի անունից ես էլ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում ուրախ նոր տարի։ Աստված օգնական սրբազաններ։ Աստված պահապան։